Հետևեք նախշին գործելու թաթերը, այնուհետև միացրեք եզրերը օգտագործելով նույն մեթոդը, ինչ թևերի դեպքում։ Այս պահի դրությամբ ձեր պատրաստած թաթերը մոտավորապես պետք է այնպիսի տեսք ունենան, ինչպիսի տեսք ունեն հիմա իմ ձեռքի եղած թաթերը։ Ես արդեն գործել եմ թաթերը և կտրել թելը, թողնելով մոտ 20 սանտիմետր երկարությամբ։ Ինչպես տեսնում եք, նաև թելն անցկացրել եմ ասեղի միջով։ Հաջորդում ցույց կտամ ինչպես պատրաստել, քանի որ այս մեթոդը մի փոքր տարբերվում է թևերի ամրացումից։ Այսուհետև տեղափոխեք թելը դեպի կտորի երկրորդ շրջանը։ Դա անելու համար ասեղը անցկացրեք այն նույն անցքով, որտեղից թելը դուրս է գալիս։ Եվ անցկացրեք լողաթաթերի ներսին հատվածի միջով։ Այնուհետև հանեք ասեղը դեպի երկրորդ շրջանի, որևէ մի հատի, միայն մեկ հատի հեռավորությամբ, հորիզոնական դիրքով։ Այս քայլը կարևոր է ոտիկների համար, քանի որ այն կօգնի լողաթաթերը լավ ամրացնել մարմնին։ Կտորի ներքևից վերև հաշվեք 3 շրջան և զգուշորեն դիրքավորեք թաթերն այնտեղ, որտեղ ցանկանում եք դրանց ամրացնել։ Հիշեք, ոտիկները չպետք է ուղիղ լինեն, այլ պետք է փոքր-ինչ տակից դուրս թեքված լինեն։ Այս դիրքը տալիս է լողաթաթերին հավես, կայուն, նուրբ տեսք։ Այս պահից օգտվեք ձեր բոլոր հմտություններից, որոնք ձեռք եք բերել այս ուսուցման ընթացքում, և վստահորեն կցեք լողաթաթերը փափուկ խաղալիքի մարմնին։ Մի մոռացեք ապահովել մինչև 1 հատ հեռավորության հավասար տարածությունը լողաթաթերի և մարմնի միջև։ Եվ հիշեք, միշտ թելը մի թեթև քաշեք, որպեսզի կտորն ամուր նստի։ Ամեն հատ ֆիքսելուց հետո ուշադիր եղեք, որպեսզի ձեր գործը չշեղվի, այսինքն թաթը լինի նույն տեղում, ինչ պատրաստվում էիք կարել։ Երբ մոտենաք վերջին, ասեղը նորից անցկացրեք նույն անցքի միջով, որտեղից դուրս էր եկել, ապա տարեք մարմնի միջով և հանեք հակառակ ուղղությամբ։ Վերջում մկրատով կտրեք։ Եթե փոքրիկ թել է մնացել, այն թաքցրեք ներսում։ Հիմա միացված է միայն մեկ լողաթաթը։ Հաջորդ քայլն է կրկին այս ամբողջ գործընթացը կրկնել երկրորդ լողաթաթի համար։ Նույն ձևով պատրաստում ենք երկրորդ լողաթաթը և նույն ձևով ամրացնում մարմնին։